Հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք, հարյուրավոր ազգեր ու մշակույթներ, ու իրանցից յուրաքանչյուրում անպայման ինչ-որ հիշատակում այս ծառի մասին կգտնենք։ Ուռենին ընդհանրապես աշխարհի ամենատարածված ծառերից մեկն է։ Բայց այսօր մենք խոսելու ենք ավելի շատ ոչ թե ուռենու, այլ նրա զավակի ասպիրինի մասին։ Ասպիրինն ընդհանրապես քիմիապես կոչվում է ացետիլսալիցիլաթթու, ուռենին սալիքս։ Ու այդ պատահական չի, այդ նմանությունը իրանց անունների միջև։ Այսօր մենք փորձելու ենք հասկանալ, թե ինչպես եղավ, որ դարերի ընթացքում զարգանալով ուռենին հենք հանդիսացավ ու ծնեց աշխարհում ամենատարածված դեղերից մեկին ասպիրինին, որը փրկել ավելի քան 20 միլիոն կյանքեր։ Եկեք գնանք միասին հասկանանք այդ առողջվածային հետաքրքիր ու հիանալի պատմությունը։ Բարև ձեզ։ Ես Վարդան Սաքսյանն եմ, այս էջի հեղինակն ու հաղորդավարը։ Այստեղ ես փորձում եմ նորովի վերաիմաստավորել գիտելիքն ու գիտությունը, դարձնելով այն պարզ ու հետաքրքիր։ Իսկ ինչքանով է իմը ստացվում, գնահատող դուք եք, դրա համար մեկնաբանություններում կարող եք նշել, իսկ մենք գնանք առաջ։ Ճապոնիայում ուռենի խորհրդանշումը ուրվականներին, Չինաստանում խորհրդանշում անմահություն, Հնդկաստանում կամք, հրեաների մոտ դատարկություն, Եգիպտոսում խորհրդանշումը վերածնունդ, հույների մոտ ճիշտ հակառակը, խորհրդանշումը անդրաշխար, Հին Հռոմում կախարդանք, արաբների մոտ մխիթարանք, Ֆրանսիայում ճոխություն, Գերմանիայում ներում, Անգլիայում դժբախտ սեր, մեր հայրի մոտ էլ վիշտ, էլ սուկ, էլ թախիծ, լուր տառապանք, անցյալի ստվեր, ու ինչ ասես։ Ու եթե անցնենք աշխարհի բոլոր ազգերով, համարյա յուրաքանչյուրի մոտ ուռենին ինչ որ մի բան խորհրդանշում է։ Այսօր մենք փորձելու ենք հասկանալ ուռենու միֆերն ու առասպելները, որտեղից են գալիս, ինչ է հայտնի իր մասին ընդհանրապես ու ուր է գնում։ Սկսենք պատմությունից։ Ընդհանուր առմամբ այդպես է համարվում, որ ուռենու մասին առաջին հիշատակումները դեռևս շումերական էպոսում են հայտնվում։ Այնտեղ մի հատ հետաքրքիր դրվագ կա, որտեղ երկնքի աստվածը, աստվածուհին ավելի շուտ, համաձայն շումերական էպոսի, Ինաննան, շրջելիս է լինում Եփրատ գետի ափերին, ունդեղ տեսնում է դալար ուռենու ճյուղ, որը օրորվում է քամու հոսքից։ Որոշում է այդ ուռենին տեղափոխի իր դրախտային այգի։ Բերումը տեղադրում երկար տարիներ փայփայում, մշակում, հետո այդ ուռենուն տիրում են անդրաշխարհի դևերը, հետո գալիս է Գիլգամեշ իրանց էպոսի հերոսը, ազատագրում է ծառին, բայց այդ ծառից գահասարքում նվիրում է Ինաննային ու այդպես։ Մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնելու ուռենու բժշկական կիրառությանը, ավելի բժշկական տեսանկյունից, թե ինքը որտեղ է կիրառվել, որովհետև պարզվում է, որ ուռենու կեղևը դեռևս մեր թվարկությունից առաջ երկրորդ, երրորդ հազարամյակից հայտնի է որպես բավական արդյունավետ ցավազրկող տեղ։ Առաջին տենց հավաստումները գրավոր կերպով հասել են Էբերսի պապիրոսից, որը Եգիպտոսի ամենահին բժշկական աշխատություններից մեկն է, որտեղ նշված են տարբեր խոտաբույսեր, թե ինչպես են այդ խոտաբույսերը բուժել տարբեր մարդկանց, ու այդ Էբերսի պապիրոսում հատուկ առանձին նշված կա ուռենու կեղևի բուժիչ հատկությունների մասին։ Եգիպտական միֆերում էլ նշված կա, որ թե ինչպես են փարավոնին բժշկել այդ ուռենու կեղևից պատրաստված թրմի միջոցով։ Ուռենու մասին հիշատակումներ կան նաև հին Հունաստանից մեզ հասած, ժամանակակից բժշկության հայր Հիպոկրատի աշխատություններում եւս նշված է, որ ուռենու կեղևից պատրաստված թուրմը կարելի է օգտագործել ամենատարբեր հիվանդությունների բժշկման համար։ Աստիճանաբար կարող ենք տեղափոխվել ավելի ժամանակակից միջին դարեր, հին արաբների մոտ, ու երբ որ արաբական խալիֆայությունը սկսում է տարածվել արդեն աշխարհով մեկ, երևի թե բոլորը լսել ենք Իբն Սինայի, Ավիցեննայի մասին։ Այդ 8-ից 17-րդ դարերում արաբական շատ աշխատություններ կան ժողովրդական բժշկության մեթոդների, կիրառության, տարբեր բույսերի եւ այլնի մասին, ու նրա մոտ եւս շատ մանրամասն նշվում է ուռենու բուժիչ հատկությունների մասին, մասնավորապես որ ուռենու կեղևից պատրաստված թրմով կարելի է ցավեր բուժել, կարելի է տենդը բուժել, ջերմություն իջեցնել եւ այլն եւ այլն եւ այլն։ Վերածննդի միջնադարյան Եվրոպայում եւս ուռենու մասին հիշատակումներ կան, մասնավորապես Ջոն Գերարդի հերբալ աշխատության մեջ, որտեղ ամփոփված են երևի թե այն ժամանակվա հայտնի բոլոր բույսերը ու իրենց բուժիչ հատկությունները, ուռենու համար հատկացված առանձին ենթաբաժին կա, որտեղ եւս նշվում է, որ ուռենու կեղևից պատրաստված թուրմը ունի բավական լավ ջերմիջեցնող եւ ցավազրկող հատկություններ։ Մինչև առաջ անցնելը մի փոքր ուզում եմ կանգ առնենք այդ 16-17-րդ դարերի շրջանում, երբ որ վերածնունդի
բուրըն զարգացման այդ շրջաններ սկսվել ու գիտությունները աստիճանաբար կամաց դուրս են գալիս փիլիսոփայությունից։ Այս շատ լավ ու հետաքրքիր շրջան է զարգացման տեսանկյունից, որովհետև անընդհատ նոր մեթոդներ, նոր տեխնոլոգիաներ էին ներդրվում ու այդ ամեն ինչ երբ որ համադրվում էր մարդկային բնականon հետաքրքրասիրության մեջ, այդ հետաքրքրասիրությունն ու նոր տեխնիկաները հնարավորություն էին տալիս ավելի առաջ գնալ, ավելի լավ հասկանալ ու ավելի լավ պատկերացնել, թե ինչ է տեղի ունենում ընդհանրապես։ Ինչից է բաղկացած մեր այս աշխարհը։ Առասպելականն ու միֆականը գնալով ավելի հետ էր գնում, տեղը զիջելով ավելի նորարարականին, ավելի տեխնիկային, տեխնոլոգիաներին, ավելի խորքային հասկանալուն, թե երևույթները ինչպես են տեղի ունենում։ Ու հենց այս շրջանում են զարգանում են հիմնական բնական գիտությունները, տալով շատ մեծ պրոֆիլի ամենատարբեր նորարարություններ։ Այդ նորարարություններից անմասն չի մնում նաև ուռենին։ Մասնավորապես 1763 թվականին Մեծ Բրիտանիայում Էդվարդ Ստոն անունով մի բժիշկ է լինում, որը շատ հետաքրքրված է լինում քինածառով, որը քինին է արտադրում, ու այդ ծառը շատ հայտնի է լինում Աֆրիկայում մալարիայի բուժման նպատակով, հա։ Այդ քինածառի կեղևից պատրաստված թուրմով բավական արդյունավետ կերպով մալարիան է բուժվում։ Ու իրան հետաքրքրում է, թե ուռենու մասին այսքան հիշատակումներ ընդհանրապես ինչի մասին է խոսում, ու ինքը առաջին փորձարարական բժշկության ներդրողն է ուռենու հետ կապված։ Ինչ է անում։ Վերցնում է ուռենու կեղևը, փոշի է սարքում, տրորում փոշի է սարքում, ու այդ փոշին դոզավորված չափաբաժիններով սկսում է կիրառել տենդով հիվանդ ջերմություն ունեցող մարդկանց վրա։ Մոտ 50 մարդու վրա փորձեր է դնում, ու դրանից հետո կազմում է որոշակի ավարտական աշխատություն, որտեղ հստակ ցույց է տալիս արդեն փորձարարական բժշկության մեթոդներով, որ այո, իրոք ուռենու կեղևը բավական արդյունավետ միջոց կարա հանդիսանա եւ որպես ցավազրկող եւ որպես ջերմիչեցնող։ Մենք աստիճանաբար մոտենում ենք 17-րդ դարի վերջ, 19-րդ դարի սկիզբ, երբ ուղակի ուռենու կեղևով ինչ որ բան բուժելը այն ժամանակվա գիտությունով զբաղվող մարդկանց համար արդեն բավարար չէր, որովհետև միֆերն ու առասպելները մնացել էին հետևում ու շատերը արդեն հասկանում էին, որ եթե օգնում է, ուրեմն իր մեջ ինչ որ բաղադրիչ կա, ինչ որ նյութ կա, որը արդյունավետ է աշխատում։ Ու հենց այդ 19-րդ դարի սկզբներին, 18-ի վերջից սկսած, սկսում են հետազոտություններ իրականացվել, փորձելով անջատել ուռենու կեղևից այդ միացությանը, որ կապացուցվի, որ հենց ինքն է ազդում որպես ջերմիջեցնող, ցավազրկող եւ այլն։ Ու շատ-շատերն են փորձում, առաջին անգամ գերմանացի դեղագետ Ջոն Անդրես Բյուխներին է հաջողվում առանձնացնել այդ մոլեկուլին, այդ միացությանը, որին անվանում են սալիցին։ Ուռենին հայտնի էր այն ժամանակ հենց սալիքս անվանումով, ու հենց իր սալիքս անվանումով անջատված միացությանը անվանում են սալիցին։ Հաջորդ փուլում արդեն հենց այդ անջատված սալիցինի հիման վրա են փորձում հետազոտություններ անցնել, ելի նույն փորձարարական բժշկության մեթոդներով, որպեսզի տեսնեն արդյոք ինքն է հենց այդ միացությունը, որը արդյունավետ ազդում է բուժման այդ կուրսի վրա, ու այո, պարզվում է, որ հենց սալիցինի միջոցով է։ Սալիցինն է այն հիմնական մոլեկուլը, որը նպաստում է ջերմիջեցմանը, ցավազրկմանը եւ այլն։ Այստեղ մի հատ շատ կարևոր բանի մասին պետք է խոսանք, մի քիչ թեմայից շեղվենք, բայց շատ արագ հետ կգանք։ Ընդհանուր առմամբ, ինչպես են աշխատում գրեթե բոլոր դեղերը, հա, իրանց առյուծի բաժինը բացարձակ մեծամասնություն ունի ազդման հստակ մեխանիզմ։ Երբ որ մեր օրգանիզմում ինչ որ վնասված հատված ունենք կամ ինչ որ բան ընչի, դա պայմանավորված է լինում սպիտակուցներով, հա։ Ունենք մենք սպիտակուցների խումբ, որոնք շեղվել են, որոնք ունեն ոչ այն կառուցվածքը, ոչ այն բաղադրությունը, ոչ այն դասավորությունը, ու դեղերի մեծ մասը ազդում է կոնկրետ ինչ որ սպիտակուցների խմբի վրա։ Ցանկացած դեղամիջոց գալիս է նստում է սպիտակուցի վրա, ու այդ սպիտակուցը փոխում է իր տեսքը, ձևը, ոնց որ իր 3D պատկերը, ու այդ դրա արդյունքում մենք ունենում ենք ինչ որ որակի վերահսկում։ Այդ սպիտակուցը, ցանկացած սպիտակուց, ինչ որ գործողություն է իրականացնում օրգանիզմում, ինչ որ բան է կարգավորում, ու մենք այդ կարգավորման վրա կարող ենք ազդենք։ Դեղերը իրանց հերթին ունենում են հիմնականում շատ մոտավոր եթե նայենք, ակտիվ մաս ու пассив մաս։ Ակտիվ մասը հենց այն հատվածն է դեղի, որ գալիս նստում է սպիտակուցի վրա։
Պասիվ մասը օժանդակ դեր է կատարում։ Ինքը կարա հեշտացնի լուծելիությունը, ինքը կարա հեշտացնի արյան մեջով տեղաշարժը, ինքը ամենատարբեր ֆունկցիաներ կարա անի, ինքը կարա իջեցնի բուն այդ ազդող նյութի տոքսիկությունը եւ այլն եւ այլն եւ այլն։ Ու այդ սալիցինի հայտնաբերման պահից հետո սկսում են արդեն հետազոտություններն իրականացվել, որպեսզի հասկանան այս սալիցինի երկու մասից, հա, բաղկացած մոլեկուլի որն ավելի ակտիվ է, ու բավական հեշտ է լինում հասկանալ, որ այս երկրորդ մասը, որ մեր պարագայում ընդհանրապես շաքարի ինչ որ մի հատված է, ինքը չի կարող ունենալ լուրջ ֆիզիոլոգիական ակտիվություն։ Ակտիվություն ունենալու է այն տակի հատվածը, հենց այդ սալիցինը, իրան անվանում են սալիցիլաթթու, բայց սալիցիլաթթվի ստացման հետազոտությունները հաջորդ ոնց որ փուլն են լինում բժշկության զարգացման։ Սալիցինից սալիցիլաթթվի ստացման առաջին հաջողված փորձերը իրականացվում է իտալացի քիմիկ Ռաֆայելե Պիրիայի կողմից 1838 թվականին։ Իրան առաջին անգամ հաջողվում է առանձնացնել ու ցույց տալ, որ ակտիվ նյութը ստեղ հանդիսանում է բուն սալիցիլաթթուն, այլ ոչ թե սալիցինը։ Որտեղ երբ որ օրգանիզմում ստամոքսում հայտնվում է սալիցինը, շատ արագ ստամոքսահյութի ազդեցության պարագայում այդ շաքարը փոկվում, քայքայվում է, գոյանում է սալիցիլաթթու, որն էլ ազդում է արդեն օրգանիզմի վրա ցուցաբերելով համապատասխան ակտիվություն ֆիզիոլոգիական։ 1853 թվականին ֆրանսիացի քիմիկոս Չարլզ Ֆրեդերիկ Գերհարդը առաջին անգամ կարողանում է սինթետիկ եղանակով սինթեզի սալիցիլաթթու։ Որպես հիմք այն ժամանակ սալիցիլաթթվի սինթեզի համար օգտագործվում է քարածխից ստացված ֆենոլները, ու այդ ֆենոլի հիման վրա իրականացնում են սալիցիլաթթվի ստացում։ Սակայն Գերարդի մոտ չի ստացվում այդպես էլ մաքրել սալիցիլաթթուն, ու բավական երկար ժամանակ համարվում է, որ սալիցիլաթթու մաքուր վիճակում ստանալ երբեք հնարավոր չի լինելու։ Այնուամենայնիվ, ընդամենը մի քանի տասնամյակի ընթացքում հաջողվում է մաքուր վիճակում ստանալ սալիցիլաթթու, ու այդ սալիցիլաթթուն, երբ որ սկսում են կիրառել արդեն որպես դեղամիջոց, սկսում են հայտնաբերվել մի շարք բացասական երևույթներ։ Մասնավորապես, ստամոքսում ցավ առաջանում, գրգռում, ներքին արնահոսություն եւ մի շարք այլ կողմնակի ազդեցություններ, որը ուռենու կեղևից չէր լինում, ու այս էլ է բավական հետաքրքիր, ու սրա վրա եւս ուզում եմ առանձին ուշադրություն դարձնեմ, որ երբ որ մենք հայտնագործություններ ենք անում, ինչ որ նոր բան ենք ստանում ու ստեղծում, ոչ մի երաշխիք չկա, որ առաջին փորձերը կլինեն հաջող։ Ու ստեղ դա ինչով է պայմանավորված։ Սալիցիլաթթուն լինելով բավական ուժեղ թթվային մոլեկուլ, ինքը հայտնվելով ստամոքսում ստեղծում է խիստ թթվային միջավայր, որ հարուցում է մի շարք բացասական երևույթներ, որոնք նշեցի արդեն։ Բուն սալիցինը հայտնվելով օրգանիզմում, քանի որ ինքը ունի կպած այդ շաքարի բլոկը, այդ շաքարի մասը, մինչև ազդելը պետքա նախ քայքայվի, ու քանի որ այդ քայքայման process-ը ավելի համաչափ է տեղի ունենում, իր կոնցենտրացիան ստամոքսում չի մեծանում, ինքը աստիճանաբար քայքայվելով անցնում արյան մեջ, դրա համար բուն սալիցինի կողմնակի ազդեցությունները շատ ավելի քիչ են լինում, քան թե սալիցիլաթթվի։ Ու ստեղ խնդիր է առաջանում, բա լավ, ոնց լուծել այդ հարցը, առաջին ոնց որ քայլերը լինում են, գտնել ինչ որ մի խումբ, ինչ որ մի պաշտպանիչ բան, որը կնվազեցնի սալիցիլաթթվի թթվայնությունը, դրանով կիչեցնի իր տոքսիկությունը ու կնվազեցնի կողմնակի ազդակները։ Հենց Գերհարդի մոտ էր ստացվում է սինթեզել ացետիլ սալիցիլաթթուն առաջին անգամ, ու այդ ացետիլ սալիցիլաթթվի հիման վրա հետագայում սկսում են նորանոր ոնց որ հայտնագործություններ անել, զարգացնել, տեսնել թե ոնց կկարողանա ստանալ մաքուր ացետիլ սալիցիլաթթու, որը հնարավոր կլինի կիրառել, որովհետև ստացվող անալոգները լինում են բավական կեղտոտ ու իրանց հնարավոր չի լինում կիրառել որպես դեղամիջոց, սուտ, որովհետև իրանք շատ կողմնակի նյութեր են պարունակում, իսկ այդ պարագայում մենք ուղղակի չենք կարող օգտագործենք դեղամիջոց, անգամ եթե 19-րդ դարում ենք։ Հաջորդ խոշոր քայլը տեղի ունենում արդեն 1897 թվականին, այդ ժամանակ Ֆելիքս Հեֆման անունով մի գիտնական, ով աշխատելիս էր լինում այն ժամանակ Բայերում, հաջողում է ստանալ ացետիլ սալիցիլաթթու բավական մաքուր վիճակում։ Ինչևէ, 1899 թվականին Բայերը թողարկում է ասպիրին անվանումով առաջին ապրանքանիշը,
ու պատենտավորում այդ ամեն ինչը։ Արտոնագրային հանձնաժողովներով ամեն ինչով պաշտոնապես ասպիրին անունը կցվում է ացետիլսալիցիլաթթվին որպես ունիկալ պրոդուկտ ու Bayer-ը սկսում է արտադրել ասպիրին լայն տարածելով։ Երկու խոսք ասպիրին անվան ծագման մասին։ A-տառը ացետիլից է գալիս։ Ում անվանել են ացետիլ, առաջի տառն են վերցրել։ Երկրորդ մասը սպիրը։ Դա մի խոտաբույս կա, Spirea ulmeria, հայերեն փրփրուկ թեղանման, որը եւս շատ մեծ քանակի սալիցին է պարունակում, ու քանի որ արդեն սալիցին անունը ուռենուց եկել էր, որոշում են այդ խոտաբույսի լատինական անունը վերցնեն, ու այդ սպիր մասը գալիս է տեղից։ Ասպիրը ստացվեց, իսկ ինը բավական տարածված վերջավորություններ այդ շրջանում հայտնաբերված բոլոր դեղերի համար, ու արդյունքում ստացվում է ասպիրին, ու արդյունքում մենք ունենում ենք ասպիրին, որ արդեն թողարկվում է ու տարածվում աշխարհով մեկ որպես ունիվերսալ դեղամիջոց, ցավազրկող, տենդիչեցնող, ջերմիչեցնող եւ այլն, մի շարք այլ հատկանիշներով եւս։ Ասպիրինը բավական արագ ստանում է հրաշք տեղ wonder drug անվանումը, որովհետև հանդիսանում էր եւ ցավազրկող, եւ ջերմիջեցնող, եւ հակաբորբոքային եւ այլն։ Ընդհանուր առմամբ ասպիրինը երևի ամենաշատ վաճառված ու ամենալայն տարածված դեղերից մեկն է։ Այսօրվա դրությամբ աշխարհում արտադրվում է ավելի քան 40,000 տոննա ասպիրին, իսկ հաշվի առնելով 1899 թվականից մինչև այսօր որոշ հաշվարկներով ավելի քան 2 միլիոն տոննա ասպիրին արտադրվել։ Մի հատ հետաքրքիր փաստ կա, որ առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ որ Գերմանիան պարտվում է պատերազմի ընթացքում, Վերսալյան պայմանագրով անգամ այդ ապրանքանիշի անվանումն են Bayer-ից խլում եւ իրավունք տալիս բոլորին օգտագործել ասպիրին անունը որպես ունիվերսալ դեղամիջոց։ Ու մյուս հետաքրքիր փաստերից մեկն էլ է, որ ասպիրինը իր տարածման ու զարգացման ընթացքում բարձ էր դառնում, որ ընդհանուր ավելի ու ավելի նոր ինչ-որ հիվանդությունների դեմ ինքը կարող աշխատի։ Նախ իր նախնական տարբերակով ոնց որ ինքը թողարկվում էր որպես ցավազրկող, հետագայում ջերմիչեցնող, հետագայում հակաբորբոքային, բայց ինչ որ շրջան օգտագործելուց հետո բժիշկները նկատում են, որ բավական լավ ազդեցություն ունի ասպիրինը արյան մակարդելիության վրա ու ջրիկացնում արունը, մեր մեջ ասած, խոսակցական լեզվով ասած։ Դրանից հետո սկսում է ասպիրինը արդեն դուրս գրվել, օգտագործվել արդեն այն մարդկանց համար, ովքեր կաթվածի վտանգի տակ են, որովհետև նվազեցնում է արյան ոնց որ մածուցիկությունը, դարձնում է իրան ավելի ջրիկ։ Մեր զրույցը ամբողջական չի լինի, եթե մենք չփորձենք մի քիչ ավելի խորանանք հասկանալու համար, թե իրականում ոնց է փոխազդում ասպիրինը, ացետիլսալիցիլաթթուն մեր օրգանիզմի հետ, երբ որ ինքը ցուցաբերում է այս կամ այն ակտիվություն։ Չենք խորանալու շատ բարդ կենսաբանական քիմիական process-ների մեջ, բայց ես կփորձեմ ընդհանուր սկզբունքով բացատրել, թե կոնկրետ ինչի վրա ու ոնց է ազդում, որ ցուցաբերում է որոշակի այդ հատկություններ, բժշկական հատկություններ։ Առաջինը որպես ցավազրկող։ Պատկերացնում եք սենց, եթե ասենք օրգանիզմում ունենք ինչ-որ հատված, վնասված կամ ստրեսի տակ, հա, չգիտեմ, ձեռաճղվել կամ եսի ինչ եղել։ Ինչա տեղի ունենում։ Մենք միշտ այդտեղ ունենք ինչ-որ նյարդային վերջավորություններ, որոնք զգում են։ Ու որpիսի զգան, տենց հատուկ մոլեկուլներ կան, միացություններ կան, որ օրգանիզմը սկսում է իրանց սինթեզել, դրանց անվանում ենք պրոստագլանդիններ։ Այդ պրոստագլանդինները պատկերացրեք ոնց որ միկրոֆոնի ձայն բարձրացնես, որպեսզի ավելի լավ լսես։ Իրանք սկսում են աղմուկ առաջացնել, որպեսզի նյարդային համակարգը արագ արձագանքի ու զգում եք, որ ասենք այս մասը մեր ճղված է։ Ինչ անում ասպիրինը։ Ինքը նվազեցնում է այդ պրոստագլանդինների արտադրությունը։ Ոնց որ ճնշում է իրանց ու ոնց որ այդ ցավի ձայնը սկսում է իջացնել ներքև։ Արդյունքում, եթե մենք ունենք թույլ կամ միջին ուժգնության ցավ, ասպիրինը բավական արդյունավետ ցավազրկող կարող հանդիսանա, որովհետև ինքը թույլ չի տալիս, որպեսզի այդ ստրեսի կամ կտրվածքի պատճառով առաջացող պրոստագլանդինները ազդեն նյարդային համակարգի վրա, հա։ Ոնց որ իր առաջի ազդեցության մեխանիզմն է։ Մոտավորապես նույնը տեղի ունենում նաև տենդի ժամանակ։ Երբ որ մենք ջերմություն ունենք, ուղեղի ջերմային կենտրոնը թերմոստատը գտնվում է հիպոթալամուսի մեջ։ Ինչա տեղի ունենում, երբ որ
մենք ինչ-որ ինֆեկցիա ենք ստանում, իմունային համակարգը սկսում է սիգնալներ ուղարկել հիպոթալամուսին, որպեսզի ինքը կարգավորի։ Ու կարգավորելը ինչ է նշանակում։ Ինքը պետք է բարձրացնի մամլի ջերմաստիճանը։ Այդ ջերմաստիճանի բարձրացումը եւս կարգավորվում է պրոստագլանդինների մեծ քանակի արտադրությամբ հիպոթալամուսի մեջ, որովհետև այդ ազդեցությունը, այդ մեխանիզմը ինքը ոնց պետք է գործի։ Այդ պրոստագլանդինները պետք է նպաստեն ընդհանրության բարձրացման, որտեղ բարձր ջերմաստիճանում այն վիրուսներն ու բակտերիաները, չգիտեմ, օտարածին մոլեկուլները ավելի մեծ հավանականություն ունեն, որ կմահանան։ Ասպիրինը, քանի որ պրոստագլանդիններին ճնշումը, իրանց արտադրությունը նվազեցնում է, ջերմության ժամանակ էլ հիպոթալամուսի մեջ կարա ճնշի պրոստագլանդինների արտադրությունը ու դրա արդյունքում ոնց որ ինքը սառեցնում է ընդհանուր օրգանիզմը, բերում է ավելի տենց հանգիստ վիճակի, եթե կրիտիկական ջերմաստիճանը բարձր է։ Նույնը տեղի ունենում նաև երբ որ բորբոքային process է զարգանում օրգանիզմում։ Այս դեպքում, բորբոքային process-ի դեպքում ավելի մեծ ծավալի է հասնում օրգանիզմի արձագանքը, էլի նույն պրոստագլանդինների սինթեզի մեխանիզմն է աշխատում զուտ ավելի մեծ մասշտաբի վրա։ Ու այս դեպքում արդեն ավելի մեծ դոզա է պետք ասպիրինի, որպեսզի մենք կարողանանք այդ ողջ արտադրությունը պրոստագլանդինների, որ ողջ օրգանիզմում տեղի ունենում, իրաց ճնշենք։ Բայց մեխանիզմը արտադրության ու ազդեցության լրիվ նույնն է։ Նույն ձև ասպիրինը պետք է գա, պետք է ճնշի, սեղմի ու ավելի քիչ պրոստագլանդինների արտադրության պարագայում մենք ավելի քիչ բորբոքային process-ներ կունենանք ողջ օրգանիզմով մեկ, հա, եթե տենց շատ բարձրացված ձևով ասենք։ Հաջորդ ազդեցության մեխանիզմը արդեն արյան ջրիկացման վրա է ազդում ասպիրինը, այստեղ մի փոքր այլ մեխանիզմ է աշխատում։ Պատկերացրեք ինչա տեղի ունենում։ Մենք արյան մեջ ունենք էրիթրոցիտներ ու մի շարք այլ մասնիկներ, ու այստեղ հիմնական շեշտադրումը պլատելատների վրա է, ու այդ պլատելատները արյան մեջ սկսում են պատկերացրեք այս նկարի նման, որ աղյուսիկներով sense պատշարել։ Ու իրանց մեջ այդ տրոմբոքսանը պետք է գոյանա, ու այդ տրոմբոքսանը ու sense ասենք, որ ցեմենտը լինի այդ պատը շարելու։ Ասպիրինը խոշոր հաշվով գալիս է այդ ցեմենտը գողանում է։ Այսինքն կա կոնկրետ կենտրոն, որտեղ սինթեզվում է տրոմբոքսանը, ասպիրինը ազդում է այդ կենտրոնի վրա, նվազեցնում է տրոմբոքսանի պարունակությունը, արդյունքում այդ գոյացող պատը լինում է շատ ավելի թույլ ու այդ հոսքը չի կանգնացնում։ Եթե այտենց մոտավոր ձեռների վրա փորձենք բացատրենք, մոտապես այս մեխանիզմով է աշխատում ասպիրինը արյան ջրիկացման պարագայում։ Ինչն է հետաքրքիր ասպիրինի պարագայում, որ չնայած արդեն անցել ավելի քան 100 տարի, բայց անընդհատ նոր ու նոր ոլորտներ են ի հայտ գալիս, որտեղ ասպիրինը ցույց է տալիս արդյունավետություն։ Ու տենց հայտնաբերվել է, որ ինքը ջրիկացնում էր արյունը, ու վերջի շրջանում, այս վերջի մի քանի տասնամյակի ընթացքում ինտենսիվ հետազոտություններ են գնում այն ուղղությամբ, որ ասպիրինը ոնց որ թե բավական արդյունավետ միջոց կարա հանդիսանա քաղցկեղի կանխարգելման եւ Ալցհեյմերի հիվանդության դեմ։ Այս դեպքում դեռևս վերջնականացված չի, բայց փորձենք ելի մոտավոր պատկերացնենք ինչպես է դա աշխատում, հա, կոնկրետ այս նկարի վրա, տեսեք ոնց է ստացվում։ Պատկերացրեք ինչ որ մի հատվածում մենք ունենք քաղցկեղի սկիզբ, նոր ծնվում է ու այդ քաղցկեղածին բջիջները սկսում են գոյանալ։ Այդ քաղցկեղածին բջիջները իմպուլսներ են ուղարկում ու ուզում են սնվել։ Ու այդ սնունդը պետք է իրանց հասնի արյան միջոցով։ Այդ նույն էրիթրոցիտները գալիս են, ոնց որ իրանց գցում են այդ կրակի մեջ։ Ասպիրինը ինչ անում, բռնում է ձեռները, ոնց հետ է քաշում, որպեսզի իրանք չընկնեն ու չնպաստեն քաղցկեղի տարածմանը, դրանով իսկ ճնշելով քաղցկեղի արագ տարածմանը։ Ու մոտավորապես մեխանիզմը սենց են պատկերացնում ու այս պայդրությամբ ինտենսիվ հետազոտություններ են իրականացվում, որպեսզի հասկանան ինչքանով արդյունավետ ու որ դեպքերում ինքը կարող օգտագործվի։ Ալցհեյմերի պարագայում իրավիճակը ել ավելի կոմպլեքս է իրականում, որտեղ Ալցհեյմերի հիվանդությունը այդ ուղղակի հիշողության կորուստ չի։ Ինչը ընդհանրապես տեղ ունենում։ Ոնց որ նյարդային համակարգում իմունային համակարգը դառնում է գերակտիվ ու սկսում է նյարդային բջիջներին սպանել, գնալով վերացնել։ Արդյունքում այդ բարդ process-ը ունի մի քանի էտապներ։ Ինքը ավելի նման է բորբոքային process-ի, ոնց որ նկարագրում ենք պրոստոգլանդինների պարագայում, հա, ու այդ բորբոքային process-ը գնալով ինքը իրանով հարուցվում է ու ավելի է տարածվում, ավելի ու ավելի շատ նյարդային բջիջների մահվան բերելուն։ Ասպիրինի ազդեցության մեխանիզմը բացատրում են հենց դրանով, որ հայտնվելով օրգանիզմում ու չունենալով լուրջ բարիերներ, ինքը կարող է ներդրվի նյարդային համակարգի մեջ
արյան միջոցով հասնել որտեղ պետք է ու այդ բորբոքային process-ները դանդաղեցնել, որովհետև ինքը կարողանում է ստիպել, որպեսզի իմունային բջիջները դառնան ավելի пассив, ավելի քիչ ինտենսիվությամբ աշխատեն ու որպես արդյունք ստացվում է, որ ինքը հնարավորություն ունի զգալիորեն նվազեցնել այդ նյարդային բջիջների քայքայման ու մահանալու process-ը։ Այս ամենաերևի վերջին շրջանի հայտնագործություններից է ու շատ բուռն ուսումնասիրությունների մեջ է, թե ոնց է աշխատում մեխանիզմը, բայց ինչ իմանանք, միգուցե կանցնի եւս 5-10 տարի ու ասպիրին դուրս կգրեն կամ մի փոքր կմոդիֆիկացնեն ու կսկսեն դուրս գրել արդեն որպես արդյունավետ դեղամիջոց ալցհեյմերով հիվանդությունների կամ քաղցկեղի կանխարգելման նպատակներով։ Երևի թե այսօր այսքանն էի ուզում խոսել ասպիրինի ու ուռենու մասին ու ինչով եմ ուզում եզրափակեմ այսօրվա մեր խոսակցությունը։ Ընդհանուր առմամբ, ինչպես տեսնում եք, շատ կա մեր հասարակության մեջ ու ընդհանրապես աշխարհում հակադրություն տարբեր երևույթների։ Ու այդ հակադրություններից մեկը ժողովրդական բժշկության, ավանդական բժշկության ու ժամանակակից բժշկության հակադրությունն է։ Այդ հակադրությունը այդքան էլ լավ բան չի։ Ինչպես տեսնում ենք ուռենու ասպիրինի պատմությունից, այդ ավանդական բժշկությունը, եթե էվոլյուցիոն նորմալ զարգացում ապրի, կարա գա հասնի դառնա ժամանակակից բժշկության ամենաարդյունավետ մեթոդներից մեկը, հա։ Ու այդ ցիկլը, բնականոն զարգացման ցիկլը ինքը շատ հետաքրքիր է ու շատ կարևոր է։ Ու այդ երևի ամենասկզբունքային ու հիմնարար բաներից մեկն է, որին հասել է մարդկությունը իր այդ զարգացման ընթացքում։ Դրա համար պետք է նպաստել տարբեր, ոնց ասեմ, պետք է նենց անել, որպեսզի այդ կոնֆլիկտները մաքսիմում քիչ լինեն։ Ավելի լավ է համագործակցել, փորձել ստեղծել մի նոր բան, փորձել ստանալ ավելի լավ արդյունք, քան այն ինչ որ կար։ Ու եթե նայենք պատմությանը, հա սկզբից ընդհանրապես ուռենու կեղև էր։ Ու այդ ուռենու կեղևը աշխատում էր նենց ինչ որ մի ձև, չկար հստակություն, կազդի թե չի ազդի ու ոնց կազդի ոչ մեկ չգիտեր։ Հիմա պրոստը կեղև է, օգտագործում ենք։ Դրանից հետո ստացան սալիցին, որը կտրուկ լավացրեց, հա, այդ ուռենու կեղևի ազդեցությունը, որտեղ սալիցին ավելի արդյունավետ էր աշխատում։ Հետո այդ սալիցինից հետո դարձավ սալիցիլաթթու, որը իհարկե շատ ավելի լավ էր աշխատում, բայց մի շարք կողմնակի էֆեկտներ կար։ Ու պատկերացնում եք, երբ որ առաջին անգամ սալիցիլաթուն սկսել են օգտագործել 10-րդ դարի կեսերին, ու սկսել է ներքին առնահոսության դեպքեր գրանցվել, ինչպիսի աղմուկ, վայնասուն բարձրացել այդ շրջանում, որովհետև վրոդի միջև այդ նորմալ աշխատում էր ու հիմա դադարում է աշխատել, ընդհանրապես ավելի վատ է լինում։ Բայց երբ որ թողնում ես գիտությունը զարգանա, ընդամենը մի քանի տարի հետո արդեն սկսեցին սինթեզել ացետիլսալիցիլաթթուն, որը կտրուկ նվազեցրեց կողմնակի վնասակար ազդեցությունները, փոխարենը ընդգծելով ուժեղ ազդեցությունը, իր հիմնական ազդեցությունը։ Ու արդյունքում այսօր մենք ունենք մի դեղ, որը իր տոննաժով, իր սպառումով, իր տված օգուտով աշխարհում փրկել է ավելի քան 20 միլիոն կյանք, հաշվի առնելով, թե ինչքան տարբեր ոլորտներում ինքը կարա նպաստի ու դրական ազդեցություն թողնի։ Այսօրվա համար երևի այսքան էի նախատեսել։ Ինձ թվում է ստացվեց մոտավորապես պատմել այս գեղեցիկ պատմությունը, թե ինչպես ուռենին վերածվեց ասպիրինի։ Իսկ դուք նշեք, թե ինչի մասին կուզենայիք խոսեինք հաջորդ անգամ։ Շնորհակալություն ուշադրության համար ու ցտեսություն։